Արդեն կա խնդիրը եւ ծնողները դիմում են մասնագետի, ինչ քայլերից եք սկսում ամենաառաջինը, ինչպես եք սկսում աշխատել երեխաների հետ։ Ես ուզում եմ թիմային աշխատանքի կարևորությունը այստեղ նշել, կոնկրետ կակազության դեպքի հետ կապված է։ Պետք է հասկանանք պատճառը։ Դրա համար, եթե կա կակազություն, եթե կան կմկմոցներ, եթե կան տեմպի խանգարումներ, ուղղորդումը միանշանակ նյարդաբանինն է, որպեսզի նյարդաբանը կենսաբանական հիմքերի ուսումնասիրությամբ բացահայտի, արդյոք ինչպիսին է պատճառագիտությունը տվյալ դեպքում։ Եթե հարկ կա որոշակի դեղորայքային միջամտություն բժշկի կողմից, որոշակի ռեժիմի կամ ինչ-որ պրոցեդուրաների նշանակում, որը միայն բժիշկը կարող է կատարել։ Այնուհետև ուղղորդումը գնում է բացի լոգոպեդից նաև հոգեբանի մոտ, որովհետև հոգեբանական, սոցիալական ֆակտորները մեծ դեր են խաղում հաճախ երեխայի նման խոսքի դժվարությունների առաջացման համար։ Զուգահեռ լոգոպեդի աշխատանքն է, խոսքի թերապիստը լոգոպեդն է, եւ այս թիմի ամբողջ ներգրավմամբ մենք ունենում ենք արդեն ուղղություն։ Այս ամենի գլխավոր դերակատարներից է ծնողը, որը որ ներկա է լինում եւ զրուցում ենք եւ մանրակրկիտ վերլուծություն ենք անում, ինչ կարող ենք այս պարագայում կիրառել եւ տան պայմանների հետ կապված, եւ երեխայի ռեժիմի հետ կապված, եւ նաեւ միջավայրային մանկապարտեզը կլինի, շփման շրջանակը կլինի, ու այդ ուղով սկսում ենք շարժվել։ Այստեղ ներառվում են շնչառական վարժություններ, խաղային թերապիան է անպայման, որովհետև մինչև 5 տարեկան երեխան խաղով է, որ համագործակցության մեջ է մեծահասակի հետ։ Շատ կիրառական են այն մեթոդիկաները, որոնք որ արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը